Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր գիտության եւ կրթության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։ Այսօր տաղավար ենք հրավիրել Երևանի Պետական Համալսարանի Մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Լուսինե Հայրապետյանին։ Լուսինե, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Ինչ ասել է Մանկավարժության զարգացման կենտրոն Երևանի Պետական Համալսարանում, երբ է ստեղծվել, նպատակները, ծրագրերը եւ այլն։ Երևի լավ կլինի գալ ակունքներից։ Երևանի Պետական Համալսարանի Մանկավարժության ամբիոնը 104 տարվա պատմություն ունի։ Այն համալսարանի ավանդույթներ ունեցող ամբիոններից մեկն է եւ հիմնադրվել է Երևանի Պետական Համալսարանի հիմնադրումից 2 տարի անց։ Այս 20 թիվ, հա, 21 թիվ։ 21 թվին։ Այո, 21 թվին է հիմնադրվել եւ այս ավանդույթների հիմքի վրա է որ կառուցվել է Մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնը։ Չնայած դրան պետք է ասել, որ Երևանի Պետական Համալսարանի Մանկավարժության ամբիոնը եղել է հայ բանասիրության ֆակուլտետի ենթակառուցվածքում եւ տարիներ շարունակ սպասարկել է 16 ֆակուլտետների մանկավարժություն դասընթացով, ինչպես նաեւ մանկավարժական պրակտիկայով։ 2015 թվականին մանկավարժության ամբիոնում բացվում է հաջորդ մագիստրոսական կրթական ծրագիրը դպրոցական մանկավարժություն եւ մեթոդիկա, որի հիմնական նպատակն է պատրաստել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների համար ուսուցիչներ եւ այս կրթական ծրագիրը այս պահին էլ նաեւ գործուն աջակցություն ունի այս հարցում։ Դուք նաև դպրոցների համար, հա, հանրակրթական դպրոցների համար պատրաստում եք որ մասնագիտությունների գծով ուսուցիչներ։ Այն բոլոր, հա, որ կա, ասենք, ունի մանկավարժական ինստիտուտը Խաչատուր Աբովյանի անվան, ինչ մասնագիտություններ են, որ ֆակուլտետներն են, որոնցից այդպես ասած ուսուցիչներ եք դուք պատրաստում։ Մինչև 2008 թվական Երևանի Պետական Համալսարանի ֆակուլտետներից մեծամասնությունը 2 որակավորում է շնորհում ուսանողներին, սակայն որոշակի նորարարական փոփոխությունների արդյունքում հիմա մենք 30 կրեդիտին համարժեք մոդուլային ուսուցմամբ ծրագրով մանկավարժական կրթաբլոկի բոլոր բաղադրիչներով պատրաստում ենք հատուկ ծրագիր այն սովորողների համար, ովքեր օրինակ սովորում են բանասիրության ֆակուլտետում եւ ցանկություն ունեն օրինակ ստանալ նաեւ մանկավարժի հավաստագիր։ Մանկավարժական գործունեությամբ հետագայում զբաղվել, որովհետև ոչ բոլորն են, որ ցանկություն ունեն շարունակել մանկավարժական գործունեությունը, իսկ նրանք, ովքեր ցանկություն ունեն, շարունակել են սկսել, որովհետև ի սկզբանե իրենց գործունեությունը չէ, Այո, ճիշտ եք, միանշանակ համաձայն եմ ձեզ հետ։ Այս տեսանկյունից սա շատ կարևոր մի ծրագիր է, որը 4 տարի իրենց ուսումնառությանը զուգահեռ նաև անցնում են սովորողները, ինչպես նաև ունենում են մանկավարժական պրակտիկա, որի ընթացքում նաև բոլոր տեսական գիտելիքները կիրառականության մեջ են փորձում դիտարկել եւ մանկավարժական պրակտիկանն էլ օգնում է նրանց հասկանալ որքանով է այս մասնագիտությունը հոգեհարազատ, ինչքանով են իրենց տեսնում մանկավարժության ոլորտում։ Լուսինե, երևի կհամաձայնեք ինձ հետ, որ ասեմ հանրակրթության այսօրվա գլխավոր խնդիրներից մեկը այսպես ցավոտը մանկավարժների դեֆիցիտն է, ուսուցիչների, հա, պակասը, ընդ որում ընդամենը, ասենք, 1 տասնամյակ առաջ այդ պակասը զգացվում էր հիմնականում մարզերի հեռավոր, հա, մարզերի սահմանային գյուղեր եւ այլն, այսօր մայրաքաղաքում այդ նույն բանը, այդ նույն իրավիճակն է, որովհետեւ ես անընդհատ սոցիալական ցանցերում տեսնում եմ դպրոցների հայտարարությունները, որ թափուր մանկավարժի տեղ կա, էլ չասած տնօրենի եւ այլն։ Հիմա ըստ էության ձեր կենտրոնը զբաղված է, կարծես թե փորձում է մեղմել այդ իրավիճակը։ Ես ենթադրում եմ, որ շատերը կարող են երկրորդ որակավորումը ստանալ, այդպես ամեն դեպքում ունենանք։ Ունեք որևէ վիճակագրություն, հա, թե մանկավարժության կրեդիտ հավաքած 30 հետ միավորը հավաքած մարդկանց քանի տոկոսն է իրականում դպրոց գնում։ Շատ լավ հարց էր։ Ես ուզում եմ հենց հատուկ անդրադառնամ
այդ 30 կրեդիտին, որը դուք նշեցիք, 30 կրեդիտ կարելի է հավաքել ֆորմալ կրթության ձևաչափով։ Մենք իրականացնում ենք նաև ոչ ֆորմալ կրթություն, 30 կրեդիտին համարժեք մանկավարժահոգեբանական կրթություն ապահովելով այն բոլոր շահառուներին, ովքեր ցանկություն ունեն զբաղվել մանկավարժությամբ եւ որոշումը կայացրել են ելնելով տարբեր պատճառներից։ Այս կարևոր նախաձեռնությունը ոչ ֆորմալ կրթության դաշտում է եւ 3 ամիս է տևում, իսկ այնուհետեւ դրան հաջորդում է պրակտիկան, որը նույնպես ապացուցողական է դարձնում այն տեսական գիտելիքները, որոնք որ նրանք ստանում են եւ ավելի հիմնավորված է դառնում այն, ինչ որ իրենք արդեն ստացել են մեր կենտրոնի դասընթացների արդյունքում։ Սրան զուգահեռ ուզում եմ ասել, որ կենտրոնում գործում է 2 մագիստրոսական կրթական ծրագիր, դպրոցական մանկավարժություն եւ մեթոդիկա, որտեղ որ մենք պատրաստում ենք ուսուցիչներ հանրապետության բոլոր դպրոցների համար, ինչպես նաեւ ուսուցչական առաջնորդություն կրթական ծրագիրը, որը Երևանի պետական համալսարանի եւ Դասավանդիր Հայաստան հիմնադրամի որ նույն առաքելությամբ զբաղվում է նաեւ նույն առաքելությունը Դասավանդիր Հայաստանը Կան որոշակի համագործակցության ծրագրեր, դուք մի փոքր հայ այդպես իմ հարցը կանխեցիք արդեն։ Այո, ուզում եմ ասել, այս շատ կարևոր նախաձեռնությունը տարբերվում է մյուս բոլոր նախաձեռնություններից նրանից, որ Դասավանդիր Հայաստանը նախանձախնդիր է, որպեսզի ուսուցիչներով ապահովի Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցները։ Եվ սա անվտանգային նաև, ապա այսպես պետականամետ մտածողության դաշտում, շատ կարևորագույն հարց է կարգավորում։ Դասավանդիր Հայաստան դիմաց ուսանողներից ընտրվում են նրանք, ովքեր ցանկություն ունեն ֆորմալ կրթությամբ նաև սովորել ավելի խորանալ մանկավարժության մեջ եւ այդ ուսանողների հետ միասին մենք աշխատում ենք տարի ու կես կրթական ծրագիրը հերակայ է եւ այստեղ փորձարկվում է առաջին անգամ մի շատ հետաքրքիր մոդել փորձառության վրա հիմնված ուսումնառությունը, որը այսօր աշխարհում շատ հայտնի եւ շատ կարեւոր մոտեցում է։ Այսինքն սովորողը առանց կտրվելու իր աշխատանքային միջավայրից, քանի որ գործող ուսուցիչներ են բոլորը, կարողանում է ստանալ կրթություն եւ ստացած գիտելիքները տեղում գործարկելով ստուգել դրա արդյունավետությունը։ Դա Կոլբի տեսության հիման վրա դրված շատ կարևոր մի ավանդույթ է, որը շարունակում են այսօր աշխարհի տարբեր բուհերում։ Լուսինե, կներեք, ես ընդհատում եմ ձեզ, այս 1.5 տարվա, այդ կրթությունը, որ ստանում են ուսուցիչները, աշխատող ասում եք ուսուցիչները պրակտիկայի մեջ են, իրենց գործունեությունը դպրոցներում է, իսկ չկան որ գան դրան մասնակցելու ուսանողներ ենթադրենք թե ոչ պետական համալսարանից, այլ առհասարակ ձեզ մոտ կարող են գալ այլ բուհերից, մասնագետներ, որոնք նույնպես ուզում են ունենալ այդ 30 կրեդիտը եւ հետո գնալ դպրոց։ Այո, միանշանակ։ Նպատակները բոլոր դիմորդների շատ տարբեր է։ Որոշ դիմորդների համար կարճաժամկետ ծրագրերն են շատ հարմար, որոնք ոչ ֆորմալ բնույթով, ես արդեն ասացի, 30 կրեդիտի շրջանակներում իրականացնում ենք։ Որոշ դիմորդների համար շատ նպատակային է տարի ու կես կրթական ծրագիրը ընտրել, օրինակ ուսուցչական առաջնորդությունը, դպրոցական մանկավարժություն եւ մեթոդիկան։ Դրանք կախված է դիմորդի նպատակից եւ ցանկացած մեկի համար Երևանի պետական համալսարանի մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնի դռները բաց են, սիրով կարող են գալ, ուսումնառել, ինչպես նաեւ անպայման ուզում եմ ասել, որ կրթության կազմակերպում մեր մագիստրոսական ծրագիրը եւս սպասարկում է կրթության ոլորտի կառավարիչներ, այս ծրագիրը նույնպես շատ հետաքրքիր է եւ ունենք նաեւ փորձ ոչ միայն տեղական բուհերից, տարբեր բուհերից դիմորդների, այլ նաեւ Եգիպտոսից ունենք ուսանող, ունեինք տարբեր երկրներից նույնպես ինքը մեծ հետաքրքրություն են, որոնք վերադառնում են իրենց երկրներ։ Այս պահին իհարկե մենք հայկական համայնքին ենք սպասարկում, բայց հեռակա նպատակներ էլ ունենք, որ միջազգայնացման գնացող այսպես ծրագիր դիտարկենք դա եւ նաեւ սպասարկենք այլ բուհերից
միջազգային բուհերից գնան, այսինքն իրենց դպրոցներում աշխատեն, ոչ հայկական։ Պատրաստ եք այդ նկատի ունեք։ Նաև նկատի ունեմ, որ օտարալեզու սովորողներին եւս ընդգրկենք մեր ծրագրերում, դրանք մեր ռազմավարական նպատակների մեջ են մտնում։ Հա, հետաքրքիր է, որ ես միջազգային այդ փոխանակման եւ միջազգային փորձի, հա, փոխանակման շրջանակների մասին հարց ունեի, բայց ես չգիտեի, որ օրինակ կա դասավանդիր Շվեդիա, դասավանդիր ԱՄՆ կամ չգիտեմ, օրինակի համար եմ ասում, ես կարծում եի դասավանդիր Հայաստանը զուտ այստեղ մեր հայկական իրականությունից բխած, հա, այդպես բառակապակցություն է դասավանդիր Հայաստան, ըստ էության դա անվանում միջազգային, հա, այդպես միջազգային փորձից վերցված բան է, առհասարակ այդ համագործակցությունը ինչ է տալիս ձեզ եւ ասենք ուսումնասիրությունը եւ համագործակցությունը նախ ինչ մակարդակ է համագործակցության եւ հետո կան օրինակներ, որոնք այդպես չասեմ փրկչական, բայց լավ նախադեպ են ծառայել այդ երկրներում, որոնք ունեցել են, քանի որ ուսուցիչների դեֆիցիտը, հա, պակասը միայն Հայաստանում չի, մեզ մոտ ուղղակի շատ սրված է, երևի թե շատ քիչ երկրներ կան, որ դրա պակասը չունեն։ Ուզում եմ ասել, իմանալ այս համագործակցության շրջանակներում ինչ օրինակներ կան, որ պետք է արագ ներդնել Հայաստանում, հա, արագորեն մեղմելու այս խիստ վտանգավոր երևույթը։ Կրթություն բոլորի համար այս համաշխարհային շարժման մասնակից երկրները բոլորն էլ ունեն ձեր թվարկյալ դասավանդիր Հայաստան, դասավանդիր Շվեդիա, դասավանդիր Ռուսաստան, այս շատ կարևոր նախաձեռնությունները, որովհետև միանալ կրթությունը բոլորի համար այս համընդհանուր շարժմանը, դա նշանակում է ներգրավել այն կարևոր գաղափարաբանական արժեքներին, այսինքն որդեգրել այդ արժեքները, որոնցից է օրինակ հավասար կրթության իրավունքը։ Տեսեք, մենք այսօր ունենք անհամաչափ կրթության մի տեսադաշտ, որտեղ որ գյուղերում սովորող երեխաների համար կրթության իրավունքը որոշակի իմաստով նաև կարելի է ասել շատ այսպես միջինացված է դիտարկվում, չենք կարող ասենք, որ դա շատ մեղմ բառ եք ասում, հա, միջինացվածը։ Դե ուզում եմ ասեմ, աշխատանքներ տարվում են, փորձեր արվում են, բայց դրանք քիչ են, եւ այդ նախաձեռնությունները պետքա շատ լինեն ու պարբերական, որպեսզի լինի փոփոխություն։ Այսօր ուսուցչի մասնագիտության գրավչության վրա աշխատելով մենք կարող ենք բարձրացնել կրթության որակը եւ հասցնել այո, այն մակարդակի, որը երազում ենք։ Եվ դրա համար օրինակ հենց նույն դասավանդիր Հայաստան հիմնադրամը ուսուցչական առաջնորդություն այս կրթական ծրագրով փորձում է լուծել այդ հարցը։ Կարգավորել այդ հարցը Հայաստանի օրինակ 150 համայնքի համար։ Այս պահին 170 ուսուցիչ դասավանդում է տարբեր գյուղական համայնքներում միայն դասավանդիր Հայաստան հիմնադրամի այսպես նախաձեռնության արդյունքում, որոնց թվում նաև մեր 6 տասնյակից ավել ուսանողներն են, ովքեր առաջնորդության գաղափարն են նաև ներմուծում, այսինքն մանկավարժի նոր կերպարի, նոր մոդելի մասին ենք մենք այստեղ խոսում։ Առաջնորդ ուսուցիչ դա նշանակում է համընդգրկուն առաջնորդական մոդել, որտեղ որ ուսուցիչը պատկերացնում է դպրոցի, համայնքի, ծնողական համայնքի, ուսուցչական համայնքի միատեղ, համատեղ աշխատանքները։ Դրա համար էլ ուզում եմ ասել, որ հատկապես այս ծրագրով գուցեև մենք ունենք շատ հետաքրքիր օրինակներ, երբ ընտանիքներով անգամ տեղափոխվում են սահմանամերձ գյուղեր եւ կամ այնտեղ են կազմում ընտանիքներ, դե որ այնտեղ են կազմում ընտանիքներ, դա մի քիչ ավելի այսպես հասկանալի է, բայց երբ որ Երևանում բնակվող ընտանիքը տեղափոխվում է սահմանամերձ գյուղ եւ այնտեղ սկսում է նորովի պատկերացնել իր կյանքը ու կենսագործունեությունը, մնալ այդ համայնքում, դառնալ համայնքի մասը, դա ինձ թվում է ամենակարևոր օրինակներից եւ երևելի օրինակներից մեկն է, որը ես կցանկանայի բարձրաձայնել։ Երբ որ մենք խոսում ենք ուսուցչական առաջնորդ կրթական ծրագրի մասին, այստեղ ուզում եմ մի փոքրիկ հավելում անել, որ դասավանդիր Հայաստան հիմնադրամը ֆինանսավորում է ուսուցիչներին, ովքեր որ ուզում են ստանալ մագիստրոսական
կրթություն, ֆինանսավորում է նրանց կրթությունը, ինչպես նաև կեցության հարցն է լուծում այն գյուղերում, որտեղ որ նրանք պետք է բնակություն հաստատեն, եւ պայմանագրի մեջ հատուկ կետ կա, որ ավարտելուց հետո իրենք 2 տարի պետք է մնան այդ գյուղում եւ դասավանդեն։ Մինչեւ նրանք այդ 2 տարվա ընթացքում դպրոցում դասավանդում են, մենք պատրաստում ենք արդեն հաջորդ ուսուցիչների խումբը, ովքեր կարող են նորից գնալ եւ փոխարինել։ Այդպիսի վիճակագրություն կա, որ ուսումնասիրվում է, որ համայնքում, որտեղ որ պարբերաբար, օրինակ, ասենք քիմիայի ուսուցիչը 2 տարի դասավանդեց, եթե անգամ չի մնացել գյուղում, ծառայությունը իր ավարտվել է լիովին, փոխարինում է հաջորդ ուսուցիչը եւ օրինակ քիմիայի դրվածքը սկսում է կարգավորվել, մաթեմատիկայի դրվածքը սկսում է կարգավորվել։ Սա շատ կարեւոր հարց է, որին իհարկե պետք է պետության մակարդակով անդրադառնալ եւ բոլորը պետք է մտածեն ինչ նախաձեռնություններ կարելի է անել, որը օրինակ կկարգավորի ուսուցչի մասնագիտության հարցը համայնքային մակարդակում։ Չնայած ինչպես նաեւ դուք նշեցիք, մայրաքաղաքում այդ խնդիրները նույնպես առկա են։ Չէ, ընդհանուր պիտի հարգ բացառվի մի տեսակ խորհրդային տարիներին չափազանցված էր այդպես ուսուցչի, հա, այդպես այնպես էր արված, որ ընդհանուր մինչև միջին դպրոց կամ ընդհանուր մինչև ավագ դպրոց աշակերտները մտածում են, որ ուսուցիչ սովորական մարդ չէ, նա չի ուտում, զուգարան չի գնում եւ այլ, այսինքն բաներ սրբացված էր կերպարը։ Իրականում, գիտեք, թույլ տվեք ասել, որ ուսուցիչը երբեք էլ չի կարող լինել սովորական մարդ, որովհետեւ ուսուցիչը ի տարբերություն մյուս մասնագիտությունների ինքը այն մասնագիտությունն է, որը իր մեջ կրում է մեծ առաքելություն։ Եկեք հիշենք ուսուցիչ ում ենք ասել ի սկզբանե։ Մենք ուսուցիչ ասել ենք, օրինակ ասենք Քրիստոսին եւ փորձել ենք նրա վարդապետությանը հետևելով, նրա օրինակին եւ կերպին հետևելով ձևավորել մեր արժեհամակարգը որպես մարդ։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր որ իրենց մեջ ուսուցչի մասնագիտության առաքելությունը եւ կոչումն են զգում, դա շատ ավելին է, քան զուտ մասնագիտություն։ Շատերս են գնում աշխատելու եւ աշխատանքի, բայց մեզանից քչերն են կարողանում իրենց աշխատանքը վերածել առաքելության։ Օրինակ հատուկ եմ ուզում նշել, որ մեր կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը հենց այս սկզբունքով է կարծես ձևավորել մեր ամբողջ կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որպեսզի բոլորս գիտակցենք մեր առաքելությունը մեր կենտրոնում, նախանձախնդիր լինենք բարձր կրթություն ապահովելու ցանկացած կրթական ծրագրում, հետևողական լինենք այն արդյունքին, որը տվել ենք եւ անպայման հետադարձ կապով ստուգենք, հասկանանք, ինչ կարող ենք անել, ինչ կարող ենք փոփոխել, որպեսզի ավելի լավը դարձնենք այն կրթական ծրագրերը, որոնք որ սպասարկում է մեր կենտրոնը։ Լուսինե, ես հենց այդ մասին էի ուզում ասել, հա, ենթադրենք թե Քրիստոսը մեկն է, ուսուցիչները նույնիսկ, հա, այդպես առաքելություն ունեցող ուսուցիչները շատը, ես ուրիշ օրինակներ էլ կարամ ասեմ, թե ասենք Մաշտոցին էին ասում ուսուցիչ, եւ այսպեսի մի հին բան կա, տիբետյան իմաստություն կա, որ այստեղ տեղին է, հա, մտաբերել, ասում է, եթե ճանապարհիդ խավարի ես հանդիպում, ուրեմն դու վատ ուսուցիչ ես ունեցել, հետ դարձիր եւ նորից կրթվիր, գտիր մեկ ուրիշին ու մոտ կկրթվես։ Իսկապես, ես հենց այդ մասին էի ուզում ասել, ինչպես բարձրացնել ուսուցչի վարկը, հարգը, որպեսզի ինքը քիչ առաջ ասեցին գրավչությունը մեծացնել, ես կարծում եմ, որ միայն դա աշխատավարձը բարձրացնելով չէ, պիտի ձևեր գտնել նորից, այդ իմաստով է ասում, եթե չենք բերում հասնում խորհրդային տարիների սրբացված կերպարին, բայց այնուամենայնիվ պիտի այնպես անել, որ ամենահարգված խավը լինի, կամ ամենահարգված խավերից մեկը, որովհետև ինչ ասեմ, կրթությունը եւ կրթության այդ 10-15 տարին են ապահովում երկրի ապագան, մենք թե ինչ ապագա կունենա մեր երկիրը, կախված է այսօրվա կրթությունից եւ այսօրվա ուսուցիչներից։ Ձեզ հետ համաձայն եմ, այսօր ուսուցչի մասնագիտական կոմպետենցիաների մեջ ուսուցիչը չի սահմանափակվում միայն գիտելիք փոխանցելով։ Դա նվազագույնն է, որ կարող է անել ուսուցիչը։ Ինչպես էլի ասույթի այսպես ուժով փորձեմ ձևակերպել, հա, ասում եմ, որ լավ ուսուցիչը ինքը փոխանցում է գիտելիքը, բայց հմուտ ուսուցիչը ոգեշնչում է սովորողին։ Եվ երբ որ մենք մեր
այն ուսանողներին, ովքեր որ ապագայում ուսուցչի առաքելությամբ պետք է ոտք դնեն դպրոց, կարողանում ենք ոգեշնչել եւ երբ որ մենք կարողանում ենք այդ ոգեշնչումը իրականացնել, հա, փչել այդ կայծը, որը որ արտնացրեցինք երեխայի մեջ, սովորողի մեջ, բոցավառելու համար եւ ոչ թե հանգցնելու համար, այո։ Ինձ թվում է, որ դա երկար ջերմացնում է սիրտը մարդու եւ տալիս է առողջ մտքեր, հայրենիքի հանդեպ նվիրվածության մտքեր, սեփական ժողովրդի, սեփական մասնագիտության, սեփական առաքելության գիտակցության, մեկ անձով ինչ որ մի երևույթ փոխելու մեծ հրայք է ավելացնում։ Եվ կարծում եմ ամեն ինչ սկսվում է այդ հոգևոր արթնացումից, գիտակցության արթնացումից, կրթության հանդեպ ունեցած վերաբերմունքից, որպեսզի ամեն մեկ իր տեղում գիտակցի իր առաքելությունը եւ փորձի հնարավորինս առավելագույնը անել այստեղ եւ հիմա սկզբունքը պահելով։ Քիչ առաջ որ դուք ուսուցչի օրինակ բերեցիք Աստծո Հիսուս Քրիստոսին, ես հիշեցի նաեւ թեկնածուականի թեման, Վազգեն առաջին ուսուցիչը, այդպես էլ կարծեմ կոչվում։ Վազգեն առաջին մանկավարժ, Լուսինե, այդ մասին մեկ ուրիշ անգամ գուցե առիթ լինի խոսելու։ Մեր հաղորդումը մոտենում է ավարտին, մեր եթերաժամը, ես կուզեի հաղորդման ավարտին դուք խոսեիք կենտրոնի այլ ծրագրերի, ընդհանրեն գիտակրթական, ուրիշ ծրագրերի մասին, որոնք այսպես առայժմ դուրս մնացին մեր ուշադրությունից։ Շնորհակալություն հնարավորության համար, ցանկանում եմ ասել, որ այսօր կենտրոնը ակտիվ ներգրավված է մանկավարժություն գիտության տարբեր գիտաճյուղերի ուսումնասիրությամբ, այդպիսի գիտաճյուղեր, ինչպիսին են մանկավարժական ֆուտուրոլոգիան, մանկավարժական ագմեոլոգիան, մանկավարժական աքսիոլոգիան, արվեստի մանկավարժությունը, երջանկության մանկավարժությունը եւ այլն։ Լուսինե, մեր զրույցի հիմնականում այսօր վերաբերեց հանրակրթությանը, որովհետեւ երևի տեղյակ եք, կենտրոնի տնօրեն հարգարժան Տիկին Նազիկ Հարությունյանի հետ պայմանավորվել ենք համագործակցել եւ կենտրոնի իրականացրած եւ իրականացվելիք նոր ծրագրերի, նոր ուղղությունների, մեթոդների մասին տարվա մեջ գոնե մի քանի անգամ այդպես անդրադառնալ արդեն ուրիշ ասպեկտներով։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ ձեր կենտրոնին հաջողություններ եմ մաղթում։ Ես եմ շնորհակալ նաև կենտրոնի տնօրինության անունից եւս շնորհակալություն եմ հայտնում այս հետաքրքիր զրույցի համար եւ ուզում եմ լավատես լինենք եւ պատկերացնենք, որ համատեղ համագործակցության արդյունքում կկարողանանք լուծել բազմապիսի խնդիրներ, որոնք ծառացած են մեր երկրի առջև, մեր դպրոցի առջև եւ կարծում եմ, որ բոլոր լուծումները հատկապես հենց համագործակցության մեջ են։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր գիտության եւ կրթության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։